Դերասան Հայկ Պետրոսյանն ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ։ Նա սոցիալական էջերում հրապարակել է նոր լուսանկար՝ կից գրելով. ամենասպասված հանդիպումը։ Լուսանկարում Հայկ Պետրոսյանի 3 որդիներն են։ Հայկը այս լուսանկարով հայտնում է երրորդ որդու լույս աշխարհ գալու բարի լուրը։ Զույգը նորածին որդուն տվել է Վան անունը։ Star News-ը շնորհավորում է Հայկ Պետրոսյանի ընտանիքին փոքրիկի ծննդյան կապակցությամբ, մաղթելով առողջություն եւ անհոգ մանկություն։ Ձեզ ենք ներկայացնում նաեւ մի տեսանյութ, որը դեռ հրապարակել էինք ամիսներ առաջ։ Հոլովակում երևում է, թե ինչպես է ընտանիքը պարզում ապագա երեխայի սեռը։ Տարիներ առաջ Հայկ Պետրոսյանը սկսեց նկարահանվել Շանթ հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալում, որտեղ ներկայացավ Նարեկի դերակատարմամբ։ Այս դերն իր օգվոր հաջողություն բերեց Հայկին, եւ նրան սիրեցին ու ճանաչեցին հենց այդ կերպարով։ Հետո արդեն Հայկը ներկայացավ կամերային երաժշտական թատրոնում որպես դերասան։ Դեռ այդ տարիների ընթացքում Հայկը մասնակցել է մի շարք հարցազրույցների, որի ընթացքում խոսել է Շանթ հեռուստաընկերության «Քաղաքում» սերիալում իր կերպարի, կնոջ Անիին խանդելու առիթներ չտալու մասին եւ ոչ միայն։ Հարցազրույցը Star News-ը ձեզ համար հենց այս պահին ներկայացնում է։ Հայկը նշել էր, թե սերիալում խաղում է գրեթե իրեն։ Զարմանում եմ, թե ինչպես կարող էին ինձ այդքան նման կերպար առաջարկել, մտածելակերպով, սիրելիի եւ ընկերների հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Աշխարհայացքով էլ ես եւ Նարեկը շատ նման ենք։ Կարելի է ասել, ինձ շատ բան չի մնում անելու, քաղաքում այնպիսին է, ինչպիսին իրականում։ Հայկ Պետրոսյանը Bravo GTM-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ անձամբ է առաջարկել սցենարիստին իր կերպարի զարգացման ուղղությունը փոխել, հարուստ, լավ տղան աստիճանաբար վեր է կանգնում իր անհիմն ու անհասկանալի սկզբունքներից։ Նպատակն էր ցույց տալ, որ Նարեկը կարող է զուսպ, համեստ ու ռոմանտիկ էլ լինել։ Սերիալային դերասանը նաև հետևյալն է հավելել. Սերիալի հերոսներն ամեն ինչ գրոտեսկային են ներկայացնում։ Հաճախ իրենք իրենց իսկ գործն են ծաղրում։ Այդպես փորձում ենք ընդգծել ցանկացած երևույթի վատ կողմը։ Հայկի կինը Անին հետևում է ամուսնու խաղին եւ ինչպես վերջինս է նշել, թեև ոչ մասնագիտական, բայց իր կարծիքն անպայման հայտնում է։ Ես ի սկզբանե անկեղծ եմ եղել ու կնոջս տեղեկացրել եմ իմ մասնագիտության լավ եւ հարաբերականորեն վատ կողմերի մասին։ Նա գիտի, որ թե թատրոնում եւ թե սերիալում խաղընկերներս միայն խաղընկերուհիներ են եւ խանդի պատճառ չեն կարող լինել։ Խոսելով սերիալների առատության մասին, դերասանը նշել է, որ դրանք գումար աշխատելու միջոց են։ Կցանկանար զուգահեռաբար որակ տեսնել։ Իսկ քաղաքումը կարծում է սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Փողոցում անծանոթ մարդիկ հաճախ են մոտենում ու գովեստի խոսքեր ասում։ Ոմանք էլ զարմանում են, ասելով, որ իրականում տարիքով ավելի փոքր եմ երևում, նշել էր դերասանը։ Հայկ Պետրոսյանի եւ կնոջ Անիի առաջնեկը ծնվել է 2014 թվականին։ Հենց նույն տարում Հայկը եւս մեկ հարցազրույցի էր մասնակցել։ Հայկի համար տարվա ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը հենց առաջնեկի տղայի ծնունդն է եղել։ Այդ մասին խոսելով դերասանը նշել էր. Երբ տղաս ծնվեց, իմ ստեղծած ընտանիքն ավելի ամրապնդվեց։ Նա այժմ մեր փոքր ընկերն է, ուր գնանք ու ինչ անենք մեզ հետ է։ Կարծես թե տղաս դա հասկանում է։ Մեզ նեղություն չի տալիս, շեշտեց դերասանն ու հավելեց, որ շատ ուրախ է, որ նա իր տարում է ծնվել։
իր ձիու տարում։ Հայկի խոսքով իր տարում հնարավորություն ունեցավ նաև բացել սեփական դերասանական ստուդիա, որի ճակատագիրը սակայն պարզ կլինի հունվարից հետո։ Հունվարին պարզ կլինի ստուդիան շարունակում է գործել թե ոչ, քանի որ այս պահին հստակ չեմ կարող ասել, արդյոք կկարողանամ համապատասխան ժամանակ տրամադրել դրան, նշեց նա։ Տարվա ընթացքում Հայկի համար ուրախալի էր նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երեխաների համար հայկական առակներ ներկայացնելը։ Հայ առակագիրների գործերով մանկական ներկայացում էր կազմակերպված, որի ընթացքում ներկայացնում էինք առակագիրներին, իսկ վերջում կենդանի շփում ունեինք երեխաների հետ, նշեց կամերային երաժշտական թատրոնի դերասանը։ Խոսելով փոքրիկների առջև ներկայանալուց և հետաքրքրությունը պահելուց, Հայկը նշեց հետևյալը. իսկապես, դա շատ պատասխանատու գործ է։ Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարությունները ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ։ Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում։ Փոքրիկներին պետք է պատմել ու բացատրել և միաժամանակ խաղալ։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին։ Մի նախագիծը դեռ չավարտված նկարահանվում եք մյուսում։ Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ ձեզ մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞։ Դերասանը պատասխանեց. նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվում, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ։ Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ։ Ինչ վերաբերվում է այդ դժվարությանը, հաղթահարմանը, իմ տեսակով շատ հարցեր տվող եմ։ Իհարկե խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է։ Ռեժիսորին և սցենարիստին ուղղված հարցերի շնորհիվ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց բնավորություն կերտել։ Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիալներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում բոլորովին այլ։ Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի։ Օրինակ, Փոխնակ մայրը հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս Արամը հավասարակշռված մարդ է։ Այդպես որոշել էին նաև ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել։ Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան դա հաստատ եմ ասում։ Ընդհանուր առմամբ նաև պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այդքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը։ Հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր դերասան Հայկ Պետրոսյանը, իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը Հայկի գործունեության ընթացքից, ինչպես նաև նրա վերջին հայտնած բարի լուրից։